Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով կազմակերպության բոլոր անդամները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, մասնավորապես ֆինանսավորեն ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ Երևանը հրաժարվում է մասնակցել կազմակերպության աշխատանքներին եւ չի ստորագրում բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները։ Դա նշանակում է պարտավորությունների չկատարում, ընդգծել է Գալուզինը։ Նաեւ նրա խոսքով Հայաստանը մինչեւ այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ազգային հանրաքվե անցկացնելու մասին, հասկանալու երկիրը միանում է ԵՄ-ին, թե շարունակում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Եթե դա տեղի չունենա, հետագա քայլերի մասին որոշում կկայացվի, նախազգուշացրել է Գալուզինը։ Զուգահեռ Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրման տեմպը կխթանի ԵԱՏՄ տնտեսությունների աճը։ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ Բելարուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հետ օրերս քննարկել են փոխգործակցության եւ համատեղ նախագծերի առաջմղման հետ կապված հարցեր։ Ստորագրվել են մի շարք նշանակալի փաստաթղթեր, որոնք ուղղված են ներդրումային գործակցության ընդլայնմանը։ Ռուսաստանի գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունների համար միակ հակապատերազմական կուսակցության Յաբլոկոյի գրանցումը։ Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությանը ընտրություններից հանելու հայցով դատարաններ դիմել Կրեմլամետ Ռոդինա կուսակցությունը։ Դատարանը բավարարել է հայցը։ ԴՏԽԶ նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են հանդիսացել կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները, անօրինական ընտրարշավը եւ ծայրահեղականության աջակցությունը։ Յաբլոկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը։ Նաև կուսակցությունից շեշտել են, որ հանդես են գալիս խաղաղության օգտին եւ հավատարիմ են մնալու այդ սկզբունքին։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում եւ Գազայում պատճառված վնասների ու մարդկային կորուստների համար։ ԱՄՆ նախագահը նաև փոխհատուցում է պահանջել Իրանից։ Նրանք փոխհատուցում են պահանջում վերջին 5 ամսվա ռազմական գործողությունների ընթացքում կրած վնասի համար, սակայն այդ հարցը բանակցություններում չի քննարկվել։ Ես էլ իմ հերթին եմ փոխհատուցում պահանջում բազմաթիվ հակամարտություններում իրանցիների պատճառած վնասների, զոհված ցուցարարների համար, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ եթե գործարք չկնքվի, հզոր հարված կհասցնեն։ Թեհրանից հայտարարել են, որ Վաշինգտոնի գործողությունները չեն կարող ստիպել Իսլամական Հանրապետությանը խոնարհվել։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ պատժամիջոցների քաղաքականությունը եւ դիվանագիտությունն արհամարելը որևէ օգուտ չեն բերի ամերիկյան կողմին։ Պահպանվում է նաեւ Հութիներ Էր-Ռիադ լարվածությունը, տեղեկություններ կան, որ Եմենի Անսարալա շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային հաջակցություն Իրանին։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում սաուդական առևտրային նավ է թիրախավորվել, հաղորդվում է զոհերի մասին։ Լուրեր են շրջանառվում, որ հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին։ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն իրավական հիմք է ստեղծում Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման եւ դրա անդամներին խաղաղ կյանքի վերադառնալու համար։ Լրատվամիջոցների տվյալով նախագծին կողմ է քվեարկել 600 падգամավորից 468-ը դեմ 88-ը։ Օրինագիծը նախատեսում է իրավաբանական պաշտպանություն միության նախկին անդամների համար, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, իսկ դատապարտված մի խումբ անդամների համար պարզեցվում է բանտային ժամկետների կասեցման ընթացակարգը։ Համաներումը չի տարածվի կանխամտածված սպանության համար դատապարտվածների, ինչպես նաև մինչև 2005 թվականը ՑՄԱ ազատազրկվածների, այդ թվում կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի վրա։ Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Ռաջեփ Էրդողանի ստորագրումից հետո։ Դամասկոսի դատարանը հեռակակարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին երկրում քաղաքացիական պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Մահապատժի են դատապարտվել նաեւ Ասադի զարմիկ նախկին բրիգադային գեներալ Աթեֆ Նաջիբը ու Սիրիայի նախկին ղեկավարի եւս 7 աջակից։ Բաշար Ասադը Սիրիան ղեկավարել է 2000 թվականից, նրա վարչակազմը տապալվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Վերջին տվյալով Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանում է։ Դիանա Գասպարյան, լուրեր։